Բարև ձեզ հարգելի ընկերներ, արդեն հայտարարվեց, որ Ալիևի ադմինիստրացիան Հայաստանի, այսինքն Արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն տեքստը փոխանցել է իր սպասավորներին, իր ներկայացուցիչներին Հայաստանում եւ հավատացած եղեք, եթե այս ընտրությունները կայանան, իրականում Հայաստանը դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ Եվ այդ խաղաղության պրոպագանդան, որը որ ձեզ անում են, ձեր այդ հերթական խաղը, այդ խաբեությունը, չնայած ժողովրդի 80% իհարկե դա չի ընդունում, դա ստրկության եւ հարճության քարոզ է եւ ոչ թե խաղաղության։ Այսինքն դուք ձեր կամքով դառնալու եք հարճ եւ ստրուկ։ Առավել եւս նաեւ տալու եք իրավունք ձեր վրա բռնություն կատարելու։ Միակ հնարավորությունը սրա դիմաց առնելու գնալ ընտրությունների առանց Նիկոլ Փաշինյանի, առանց այդ անդունդի վիժվածքի։ Այդ հնարավորությունը եղել է միշտ, ձեզ խաբել են։ Իրական երկրի կապիտուլյացիան դա ոչ թե այդ պարտությունն էր, այդ դավաճանված բոլորի կողմից 20 թվին, այլ նոյեմբերի 9-ից հետո փողոցում ընկած իշխանությունը վերցնելու փոխարեն այդ անդունդի վիժվածքին, որը որ այդ խոզին, որը որ երազում էր բունկերում մեկ օր ավել ապրել, հանել է եւ հետը տանել է ընտրությունների կազմակերպած ելքով։ Հիմա առաջարկ։ Հայաստանի միակ իշխանությունը խորհրդարանն է եւ այդ հարցը պետք է լուծվի խորհրդարանում։ Միակ իշխանությունը Հայաստանի խորհրդարանն է։ Կա երկու ճանապարհ լուծելու այդ հարցը։ Առաջին ճանապարհը դա իմպիչմենտն է։ Ասում են 20 հոգի չեն գնալու քեմալիստներից նոր ընտրությունների եւ այլն։ Այդ կալաբարանտ անդիմախոսները սահմանադրական կանոններով իրենք համարվելով իշխանության մաս Հայաստանի միակ իրական իշխանության անկախտելի մաս իշխանավոր ընդդիմադիրները սիստեմային համակարգային ընդդիմադիրները, նրանք իհարկե փախնում են այդ խոսքերից, նրանք իրենց դիտխոսային են համարում, ոչ, նրանք համակարգային ընդդիմություն են, համակարգային, այսինքն իշխանության մաս կազմող եւ իրական իշխանությունը դա խորհրդարանն է։ Նրանք պարտավոր են այսքան ժամանակ այդ խոսելուց զավաճանությունների, հանցագործությունների մասին բոլոր այդ գծերով Արցախից սկսած վերջացրած Աննա Սարայան այդ բունկերում մտնելով անօրինական կնոջ հանգամանքներից Սյունիքի ճանապարհը հանձնելուց այսօրվա օրով դիրքերը մտած Հայաստանի մեջ նոր են մտել։ Այդ ամեն ինչով հաղորդում ներկայացնել դավաճանության եւ սահմանադրական կարգի խանգարման պետության ամբողջականության կորստի մասով ԱԱԾ եւ դատախազություն անպայման երկու ֆրակցիաների անունից եւ դրանից հետո կազմակերպել իմպիչմենտի գործընթացը ընտրելով վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանին, ասում են սատարում ենք, երկու թևներ սատարում են նրան եւ այլն, Դավիթին չեն ուզում այն քոչարյանականները, նրանք ես չգիտեմ նրանք ովքեր են, առաջարկում են Նարեկ Կարապետյանին, համակրելի մարդ է, Սամվել Կարապետյան այս պահին իրավունք ունի որպես վարչապետի թեկնածու կարգվելու եւ իրավունք ունի Նարեկ Կարապետյանն է, ընտիր է։ Եվ մի անգամից տալիս են ուլտիմատում քեմալիստներին, իրենց այդ, որինց հետ համագործակցելով իրանք կազմել են խորհրդարան, կալաբարանտ եւ կազմելով խորհրդարան ընտրել են ընդամենը գործակատար հանդիսացող Նիկոլին։ Առաջարկում են մեկ օր ժամանակ կամ ստորագրում եք, հեռացնում ենք այս այլանդակին, կամ մենք լուծարում ենք խորհրդարանը եւ դուրս են գալիս փողոցային պայքարի։
Հասկանալի է, չէ՞։ Նարեկ Կարապետյանին առաջարկում են որպես վարչապետի թեկնածու, քանի որ Սամվել Կարապետյանը այս պահին կալանքի տակ է եւ կալանքի տակն էլ ոչինչ, ինքը այս պահին իրավունք չունի ներկայանալու որպես վարչապետի թեկնածու։ Եվ համապատասխանաբար նրանք ներկայացնում են անպայման ինչ որ նրանք պարտավոր էին անել, ոչ թե կարող են կանել, չեն կարող անել, ամեն անգամ նրանք լրագրող չեն, որ խոսային դավաճանությունների մասին, բայց ապահովեին մի կողմից խոսեին, մյուս կողմից ապահովեին իրենց ներկայությամբ խորհրդարանում ցանկացած ահավիրքի դեպքում, Արցախի հանձնելուց վերջացրած ցանկացած ահավիրքի դեպքում քաղաքական ճգնաժամի բացառում իրենց ներկայությամբ խորհրդարանում։ Հասկացեք, նրանք համակարգային ընդդիմություն են։ Օրինակ Ռուսաստանը, երբ որ զորքերը մտցրեց Կազախստան, որպեսզի հանգստացնի այդ process-ները, հերիք էր ընդամենը մի անդիմադիր ուժ այնտեղի խորհրդարանի այդ ապոզիցիայի կողմն անցած լիներ եւ ինքը իրավունք չէր ունենա երբեք չէր մտցնի։ Հիմա եթե ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, բայց նրանք իրենց մանդատներով լեգիտիմացնեն իրենց ընտրած գործակատարին, այսինքն իրենք ապահովեն քաղաքական ճգնաժամի բացառում, այսինքն հիմնական համակարգային ուժերը չխառնվեն այդ process-ին, կարող են բոլոր այդ մարդկանց տանկերով ուղղակի ճծմել եւ Հայաստանում ոչ մի խնդրեմ չի լինի, որովհետեւ այդ մարդիկ կհամարվեն էքստրեմիստ, որովհետեւ նրանց հետ գոյություն չունի համակարգային ուժ։ Ընտրությունների գնալը Հայաստանի կործանումն է լինելու։ Նկարվելու են ինչ թիվ ուզենան։ Հիմա այդ Եվրախորհրդարանում նրա հայտարարությունները, որ նա ապուշ չէ, հասկանում է, որ ամբողջ ազգը զզվում է։ Այս գործողությունները, գենոցիդի հետ կապված այդ դոկումենտացիայի հեռացումը, այդ պարզ արդեն ամեն ձևով ասել է, որ ես ձեզ թշնամի եմ, ես ձեզ տանում եմ թուրքացման։ Ինչի՞ է կախված, որովհետև նրան դեպս պահանջ է դրված, որ մինչև կոնտրությունների գնալը մենք ես կապահովենք բացարձակ հաղթություն, կընդունենք ցանկացած այլանդակություն ու ցանկացած կեղտիկ, բայց դու պետք է պարզ ասես, թե ուր է ստանում Հայաստանը, որպեսզի մարդիկ, երբ որ կգան, կստորագրեն եւ կքվեարկեն կեղծված ձայներով, ամենին ձայներով, որպեսզի մենք ասենք, որ իմինը հայ ազգն է ցանկացել ադրբեջանականացում, սեփական խայտարակություն, իրեն ազգային ապրելու իրավունքի կորուստ նա ինքն է ապահովել։ Հիմա միակ ելքը, որ կա, դա առաջարկելն է Նարեկ Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու, դիմումներ ուղարկել ԱԱԾ եւ դատախազություն կատարված սարսափելի հանցագործությունների համահայկական կարգի բազմակի տապալման գծով եւ ուլտիմատում ԿՊԱ-ականներին ստորագրել եւ քվեարկել Նիկոլի հեռացմանը, նշանակել Նարեկ Կարապետյանին։ Հակառակ դեպքում դուրս գալ փողոց եւ փողոցում ստեղծել քաղաքական ճգնաժամ։ Սա անհրաժեշտ է։ Միակ ճանապարհը սա է։ Ցանկացած մի բան, որ այս պահին այն մարդիկ, որոնք Հայաստանը կտանեն այս հրեշի հետ ընտրության, այս գոյաբանական թշնամու հետ ընտրության կհասցնեն, դառնալու են Հայաստանի վերջնական կործանման մասնակիցները եւ գոյաբանական թշնամիներ են դառնալու։ Դեպչով չմտածեն, թե իրենց ապագան եւ իրենց գումարները իրենք այդ ձևով ինչ որ ձևով փրկվելու են։ Ոչ, առաջին հերթին դուք եք կորստելու եւ դուք եք ոչնչանալու։